ազգային ժողովի համատեքստում դիտարկենք տեղի ունեցողը հայտարարություն է անում հուն է զրկելու մասին երկրորդ, երրորդ նախագահներին եւ ընդամենը ժամեր անց մեկնարկում է process։ Ժողովբաստիոնում ընդունված այսպես ասած կարգով։ Սա առաջին անգամ չի, պարբերաբար Փաշինյանի որևէ հանձնարարականից հետո իրավապահները միանգամից ոտքի տակ են տալիս Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, օրենքները ու կատարում են շեֆի հանձնարարությունը։ Այնքան են կատարել, որ շեֆի հանձնարարությունը, որ մի օր անգիտակցաբար իրենք իրենց տներն են մտնելու ու խոզարկելու։ Որովհետև որոշների դեպքում իրոք հիմքեր էլ կան խոզարկելու, այդ վայելքները եւ շքեղությունը, որ ունեն, կարծես հիմա Նիկոլ Փաշինյանը աչքերը փակում է այդ ամենին, բայց տվյալ դեպքում շատ ավելի խորքային է։ Այսինքն այս 2-3 օրվա այն հիստերիան, որ կար ազգային ժողովում, դատավորների վրա մաթափ տալ, իրավապահներին ամբողջությամբ հանձնարարական տալը, ինքը հեռահար նպատակներ է, այսինքն մեկ քայլով երկրորդ նախագահով չի սահմանափակվելու եւ շարունակվելու է ռեպրեսիվ համակարգը ու պատահական չի, որ զուգահեռ այդ բոլոր անօրինականությունները որևէ մեկ արևոտքում չի նկատում եւ այդ չնկատելու գինն էլ երեք չառաջորվա հայտարարությունն է, որ պատրաստում են դիմել Եվրամիության ասոցիացված անդամի կամ ինչի այդ խնդրագիրը ներկայացնելու, որը մի քանի օր առաջ ասում են նման բան չկա, բայց ամբողջությամբ իրավապահ դատական համակարգը փորձում է տեղավորել իր ռեպրեսիվ այս ամբողջ փիլիսոփայության մեջ, որովհետև այն քաղաքական զիջումները, որ պատրաստում անել Ադրբեջանին, իրար հաջորդ զիջումները նույն Տիգրանաշենի հետ կապված, նույն սահմանադրության հետ կապված, այլ տարածքների հետ կապված, այս ամենը պետք է փաթեթավորի մեկ այլ սովուսով իբր ժողովրդին փողեր վերադարձնելու, բայց գիտեք, անկեղծ ասած երեք առաջի բանը, որ զգացի, այդ քրեական գործ հարուցել, ձերբակալ բերել, հետապնդում եւ այլն, հասարակության մոտ այլևս այդ ցնցումը չառաջացրեց։ Այսինքն, վայ, տեսեք, ինչ են բացահայտում։ Այսինքն, այլևս այնքան են վարժվել նման շոուների, բայց նաեւ նախագահ Քոչարյանի դեպքում այդ շատ անձնավորված է։ Այն ատելությունը, որը կա, թերարժեքության բարդույթից է։ Ինքը պարտվածն է Ռոբերտ Քոչարյանը հաղթած նախագահն է։ Պարոն Մանուկյան, հենց այդ թերարժեքության բարդույթի պատճառով մեծ ցնծություն է Ադրբեջանում։ Ես պետք է անկեղծ ասեմ, նախագահ Սարգսյանի եւ նախագահ Քոչարյանին են հիշել, ուրախացել են, ասում են Փաշինյանը խաղից գալիս է։ Ես պետք է անկեղծ ասեմ, քանի որ ադրբեջանական լրահոսը միշտ աչքիս առաջ է, լուրը տարածվելուց մի քանի երևի րոպե հետո ադրբեջանցիները սկսեցին գրել մեր ֆրակցիայի անդամներին միանգամից տեղյակ բայի վերջ Ադրբեջանում ուրախությունը։ Իրականում սա շատ խորքային բան է։ Շատ խորքային բան է այդ ատելությունը ու ահավոր մի բան կա։ Արցախի հանրապետության բոլոր նախագահները գտնվում են անազատության մեջ։ Արցախատյացության Հայաստանի իշխանությունների այդ մոլուցքը եւ ադրբեջանցիներին դուր գալու այդ հետեւողականության նաեւ արտահայտությունն է։ Պարոն Մանուկյան, ինչու հիմա, սա արդյոք շեղող ինչ որ հնարք է կարևոր։ Նայեք, մի քանի հարթություն կար։ Ազգային ժողովի աշխատանքների սկզբից ի վեր մենք հարցապնդում էինք անում Տիգրանաշենի մասին։ Վերջում այդ ադրբեջանցիների փառապսակը թողեցին Նիկոլ Փաշինյանին, որ ինքը հայտարարի։ Այլևս բաց քարտերով նախընտրական շրջանում այդպես չէր, բայց հիմա բաց քարտերով խոսում են բոլոր զիջումների մասին, բոլոր զիջումների, որ ինքը խոստացել է Ադրբեջանին։ Եվ դա պետք է դրանից շեղի։ Երկրորդը զինված ուժերում այս տիրող իրավիճակը, որ հասարակության մոտ ցնցում է առաջացնում ամեն օր, շեղել դրանից, իր 8 տարվա պաշտոնավարման ընթացքում իր համար փորձված մեթոդներից մեկն է, ինչ որ քրեական գործով, ինչ որ ձերբակալությունով շեղելու հասարակության ուշադրությունը խորքային հարցերից շեղելու առումով։